1991 թվականի ԽՍՀՄ փլուզումից հետո հավաքական արևմուտքը ԱՄՆ գլխավորությամբ սկսեց հետխորհրդային տարածքի յուրացման, իսկ ավելի պարզ կողոպուտի և շահագործման գործընթացը, որը շարունակվում է մինչ օրս։ Հետխորհրդային պետությունների քաղաքական, ֆինանսատնտեսական, առողջապահական, հանքարդյունաբերական, գաղափարախոսական, մարդու իրավունքների և այլ ոլորտները հայտնվեցին ԱՄՆ և իր դաշնակիցների վերահսկողության և կառավարման ներքո, նշածս ոլորտներում հաստատվեց արտաքին կառավարում։ Հաստատված համակարգի գաղութատիրական և ավազակային էությունը քողարկելու և ժողովուրդների հնարավոր ընդվզման և ապստամբության ռիսկերը չեզոքացնելու համար արևմուտքը իրավական և տեղեկատվական հսկողություն սահմանեց նաև պետության բարոյահոգեբանական վիճակի, մշակութային և տեղեկատվական քաղաքականության նկատմամբ, նպատակ հետապնդելով հարվածել ազգային արժեհամակարգին, թուլացնել ազգային ինքնությունը որպես դիմադրության լիցք տվող աղբյուր։ Պետության տեղեկատվական, մշակութային, կրթական, ընտանեկան, կրոնական քաղաքականությունները աստիճանաբար սկսեցին հարմարեցվել արևմտյան մի խումբ պետությունների կողմից մշակված դեմոկրատիայի մոդելի նորմերին։ Օրենսդրական դաշտ սկսեցին ներմուծվել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են գենդերը, ընտանեկան բռնություն, իսկ տարբեր օրենսգրքեր սկսեցին համապատասխանեցվել եվրոպական չափանիշներին։ Ընտանեկան քաղաքականության մեջ պետությունը որդեգրեց ոչ թե ընտանիքում միասնության և համերաշխության պահպանման գերակայության սկզբունքը, այլ Եվրամիության պահանջով սկսեց եվրոպական ստանդարտներին այն համապատասխանեցնելու գործընթաց, հաշվի չառնելով մեր ժողովրդի ինքնատիպ ազգային արժեհամակարգը։ Այդ ամենը հաճախ ուղեկցվում էր Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտությամբ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրամիությունը և եվրոպական այլ կառույցներ խստորեն հետևում էին, որպեսզի մեր ազգային ինքնության ոչնչացման գործընթացը անցնի սահուն և աննկատ հասարակության ճնշող մեծամասնության համար։ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված գաղափարական բազմակարծությունը առանց պետական կառավարման գործընթացում դոմինանտ պետական գաղափարախոսություն ունենալու իրավունքի, խոսքի ազատությունը առանց հեռուստատեսության, ռադիոյի ոլորտներում և համացանցում գրաքննության իրավունքի, անպաշտպան թողեցին սերունդներին իրենց բարոյահոգեբանական զարգացման համար սպառնալիք հանդիսացող տեղեկատվության առջև։ Վերօրյալ ոլորտները ազգային արժեհամակարգին համապատասխան կարգավորելու նույնիսկ ամենափոքր փորձերին հետևում էին Վաշինգտոնի և Բրյուսելի աննախադեպ ճնշումները ՀՀ իշխանությունների նկատմամբ, որոնք հասնում էին իրենց նպատակին։ Ինչ վերաբերվում է պետության կողմից հայ առաքելական եկեղեցուն օրենքով տրված դերակատարությանը և մասնակցության չափին, ապա պետք է նշեմ, որ նախկինում գոյություն ունեցած հայոց եկեղեցու պատմություն դպրոցական առարկան որպես գործիք շատ փոքր էր և խիստ անբավարար։ Մեր եկեղեցին օրենքի ուժով պետք է շատ ավելի մեծ դերակատարում ունենա պետական այն հայեցակարգերի, քաղաքականությունների և օրենքների մշակման գործընթացին, որոնք վերաբերվում են ընտանեկան քաղաքականությանը, մեր ժողովրդի տեղեկատվական անվտանգությանը, մեր երեխաների բարոյահոգեբանական զարգացմանը, կյանքի դժվարին պայմաններում և առանց ծնող մնացած երեխաների խնամքին և դաստիարակությանը, որպեսզի նրանք չհայտնվեն ԱՄՆ պետքարտուղարության կամ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ճամբարներում ու ապաստարաններում, որտեղ նրանց ուղեղները լցնում են գենդերային հավասարության կամ գենդերային ինքնության մասին տարատեսակ աղբով, թաքցնելով գենդեր տերմինի իրական նշանակությունը։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության գոյության հիմքում ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով, ոչ միջազգային պայմանագրերով դրված չի ազգային ինքնությունը պահպանելու և պաշտպանելու նպատակ, կարելի է ասել ճիշտ հակառակը։ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ բռնել է այսպես կոչված եվրաինտեգրման ճանապարհը, որը տարեցտարի ազգային ինքնությանը համեղատ պահելու մշտական պայքարի մեջ, որի ընթացքում մենք լավագույն դեպքում կարողանում ենք երբեմն մի փոքր մեղմել մեզ հասցվող հարվածները։